Կարելի է ասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվում է դերասաններ Գևորգ Գրիգորյանի և Ռոմելա Սարգսյանի անձնական հարաբերությունները։ Նրանցից թե մեկը, թե մյուսը ամեն կերպ փորձում է թաքցնել իրենց հարաբերությունները կյանքի տարբեր փուլերում։ Անգամ երբ պարզից էլ պարզ է, որ նրանք այլևս միասին չեն, միևնույն է, նրանք կարծես թե խուսափում են այդպիսի հայտարարություն անելուց։ Վերջերս Ռոմելա Սարգսյանը հյուր էր Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդմանը, որի շրջանակներում Մեհեր Բաղդասարյանը ցանկացավ վերջնականապես վերջ դնել այն լուրերին, թե նրանք միասին են, բաժանված են կամ նրանց մեջ խնդիրներ կան։ Ռոմելա Սարգսյանը հետևյալ պատասխանը տվեց. «Մենք երկուսս էլ հանրային մարդիկ ենք և ես, լինելով հանրային մարդ, ինքս ինձ չեմ կարող թույլ տալ մեկ այլ հանրային մարդու անձնականի վերաբերյալ հայտարարություն անել։ Ինձ թվում է, դա իմ կողմից սխալ քայլ կլինի»։ Ռոմելա Սարգսյանը նաև իր զրույցում պատմեց, որ շատ խոսակցություններ են հնչել այն մասին, թե Գևորգի պատճառով է ինքը իր ամուսնուց Աշոտից ամուսնալուծվել։ Վերջինս հերքեց տվյալ խոսակցությունները, նշելով, որ ինքն ու Աշոտը այլևս ամուսնալուծված էին, երբ ինքն ու Գևորգը սկսել են հարաբերություններ ստեղծել։ Խոսելով իր և Աշոտի հարաբերությունների մասին, նշել է, որ եկել է այնպիսի պահ, որ ինքը հասկացել է, որ եթե չի կարողանում երջանկացնել ինչ-որ մարդու և նույնը փոխադարձը իր հանդեպ, անհնար է պահել հարաբերությունները և իմաստ չկա շարունակել ընտանիք լինել, եթե այնտեղ չկա սեր։ Դերասանուհու խոսքով Աշոտը սկզբնական շրջանում շատ ծանր է տարել իրենց բաժանումը։ Այսօր արդեն Աշոտն ունի սիրելի և երջանիկ է։ Նշենք նաև, որ դերասանուհին այդպես էլ չխոստովանեց, թե ինչ փուլում են գտնվում իրենց հարաբերությունները այս պահին։ Սակայն մեզ հասած աղբյուրները նշում են, որ թեև տևական ժամանակ է անցել և պետք է Ռոմելան ինչ-որ չափով մոռացած լիներ Գևորգին և հարմարված լիներ իրենց բաժանմանը, այնուամենայնիվ դերասանուհին դեռ տանջվում է, չի կարողանում համակերպվել իրականության հետ։ Նա իսկապես սիրել է Գևորգին, ինչ-որ չափով դերասանուհին ինքն իրեն խաբված է համարում, քանի որ սիրել է, նվիրվել է և ինչ-որ անհեթեթ պատճառով այլևս դադարել են նրանք միմյանց հետ շփվել։ Շատերը նաև մեկնաբանություններում գրում են, որ Ռոմելան Գևորգի հերթական զոհն է եղել։ Դե իսկ գաղտնիք չէ, որ Գևորգ Սարգսյանը իր անձնական կյանքում շատ կանայք է ունեցել։ Հավելենք նաև, որ դեռ իրենց հարաբերությունների սկզբնական փուլում հարցազրույցներից մեկում Ռոմելա Սարգսյանը հրաժարվել էր խոստովանել իրենց հարաբերությունների մասին։ Եթե ես այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում, նշանակում է ես դրա կարիքը չեմ զգում ու ճիշտ չեմ համարում, այսինքն ոչ մի արձագանք չեմ տալիս նման խոսակցություններին, անձնական կյանքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ սիրում տարածել։ Եթե հարկ համարեմ ինչ-որ բանի մասին խոսելու իմ անձնական հարաբերություններից, անպայման իմ ինստագրամյան էջում կտեսնեք։ Եվ այդպես էլ եղավ։ Ինչ-որ ժամանակ անց Ռոմելան հրապարակում արեց Գևորգի հետ, այդպիսով հաստատելով իրենց միությունը, սակայն կարճ ժամանակ հետո նրանց համատեղ լուսանկարները հեռացվեցին երկուսի ինստագրամյան էջերից, ինչն էլ ստիպեց մարդկանց մտածել, որ երբեմնի երջանիկ զույգը այլևս բաժանված է։ Այսօր առավոտից գիտես, որ երկնեվ երկան։ Չէ, եկան երկ։ Այս արավոտ կապլուկի պես կորել էին երկելով։ Շատ թարս առավոտ է, թարս խոսում ենք, թարս երկում ենք, թարս հասկանում ենք, թարս խոստումներ եմ տալիս Ռոմիկին։ Գիտեք ինչ է խոստացել, էդին լավ հաջորդ Ինչ ես շանտաժանում, ինչ։ Հենց նոր Լիան ասաց, հենց աշխատավարձից տանը։ Աշխատավարձ չէ, Աղքատավարձ, քոնը աղքատավարձ։ Հենց աղքատավարձից տանը, ինձ 15,000 դրամ անես տվել կայա։ Գլուխը պատինա տվել Լիան, ոչ հասեր լեզուն պատանվել։ Ես կարծել եմ, բայց իրականում աղքատավարձ։ 15,000 դրամ անես տվել կա, գնում ենք իրար հետ առնենք։ Գիտ կանգնի է տանը։ Ոնց է դերասանուհին շրջում հեռուստաընկերությունում, տնավորված տապուճկեքով, ոնց որ տանը լինեմ, սենյակից սենյակ պտտվում եմ։ Այսպես։ Միշորս միշորի հետ կապ չունի, բացարձակ, բայց ես ինքնավստահ եմ։ Գնացինք պավիլյոն։ Դրսում արև է և շատ լուսավոր է, այսօր ինչ օր է ասա, լուսավոր է։
Ես մաչուխայիս հետ շատ թույն հարաբերությունների մեջ եմ։ Բա։ Բա։ Մամայից ասեցի։ Մաչուխա։ Մաչուխա։ Դա մաչուխա։ Love is Spajan։ Մաման որ տեսել աստեղ չես, ինձ քեզ էլ սպանելու է։ Ուրեր սպանել բրծնեի քեզանից։ Վայ, տենց չէ՞ տեքստը կներես։ Հա, տենց էի։ Ուրեմն թող չիմանա։ Ոնց չիմանա, ոչ եմ Շորերս։ Ինչքան ցուրտ շոր կհագցնելու եք չէ։ Ջա։ Բերել եմ ջինսի շորտիկ էլ եմ բերել նավսայի։ Գոժի շորտիկ չունեմ, գոժի յուբկա ունեի, մոռացա բերել։ Ահա գդարնայի։ Գիտես, ես էլ էի քո տարիքում սիրահարված։ Ես քեզանից ավելի շատ։ Ես ամեն ինչի պատրաստ էի հորդ կողքին լինելու համար։ Բայց մերս էլ սխալ էր։ Ես չի հասկանում, ոնց կարա սխալ լինել իմ սերը։ Բայց մերս էլ սխալ էր։ Ես չի հասկանում ինչի։ Ոնց կարան երկու մարդ իրար սիրի ու դա սխալ համարվի։ Ես չէի լսում ինչ են ասում կողքից։ Ну, вանդах նստած։ Այդտեղ հայկն է նստած, Նարեկը։ Արեք։ Այստեղ ջաջադամն է նստած, Վահագը։ Նորից ջաջադամ։ Ջաջադամ։ Ջաջլովը խոսք։ Այստեղ ջաջլովն է նստած։ Good morning to you։ Դպրոցում հիշում եք ոնց էին ասում good morning to you, good morning, we are glad to see you. Ոնց ասում են, այս բաժակում խմենք կորեկների կենած։ Երկու քորե, Երկուսն էլ մի բոյի։ դեն։ Որևէ Ինչ չես ուզում, որևէ կերպ ասա մի հմաչի։ մտերմանա տանիքի Որտե Թինա ինքը չի ուզում ես մտերմանամ ձեր ընտանիքի հետ։ վայքի Իրա կարծիքը։ Իրա կարծիքը բարություն ոչ մեկ չի հարցնում։ Այսի տեսել ես։ Եկանք սկերլա։